Սա վերադառնանք հարմոնիկ ֆունկցիաներին։ Մի քանի դաս առաջ տեսանք, որ եթե ունենք անալիտիկ ֆունկցիաներ ու այդ անալիտիկ ֆունկցիաների հավասարաչափ զուգամիտող հաջորդականություն ունենք, ապա սահմանը նույնպես անալիտիկ է։ Այսինքն տեսանք, որ եթե հավասարաչափ սահման ենք վերցնում, ապա սահմանը նույնպես անալիտիկ է։ Այստեղ ինչի նկատի ունենք, եթե կամայական կոմպակտ ենթաբազմության համար օմեգայի ունենք հավասարաչափ զուգամիտություն այդ կոմպակտ ենթաբազմության վրա։ Ունենք հավասարաչափ զուգամիտություն յուրաքանչյուր կոմպակտ ենթաբազմության վրա։ Մենք կարող ենք հարց տալ, իսկ ինչ կարող ենք ասել, եթե ունենք հարմոնիկ ֆունկցիաների հաջորդականություն։ Երկու ձևով կարելի է այս հարցին պատասխանել։ Մի մոտեցումը հետևյալն է, մենք կարող ենք մեր հարմոնիկ ֆունկցիաների զույգ հարմոնիկ ֆունկցիան գտնել, հարմոնիկ ֆունկցիան դարձնել անալիտիկ ֆունկցիայի իրական մաս, ուրեմն իրական մաս ասենք դարձնենք, ինչ-որ մի անալիտիկ ֆունկցիայի։ Ցույց տանք, որ այդ հարմոնիկ ֆունկցիաների զուգամիտությունից հետևում է այդ անալիտիկ ֆունկցիաների հավասարաչափ զուգամիտությունը կոմպակտ ենթաբազմությունների վրա, ու դրանից է կստանանք, որ սահմանը ուրեմն պետք է լինի հարմոնիկ, կամ ավելի պարզ տարբերակ կա, ավելի պարզ տարբերակ կարող ենք օգտագործել Պուասոնի բանաձևը։ Սրանից կարող ենք ստանալ, որ եթե ունենք հարմոնիկ ֆունկցիաներ, իրի հաջորդականություն, որոնք զուգամիտում են հավասարաչափ, ապա կոմպակտ բազմությունների վրա, ապա իրենց սահմանը նույնպես կլինի հարմոնիկ։ Մենք հիշենք հարմոնիկ ֆունկցիաների հատկություններից մեկը, եթե ունենք հարմոնիկ ֆունկցիա, ապա հարմոնիկ ֆունկցիան միջին արժեքի հատկությունը ունի, այսինքն որ ինչ է նշանակում, որ յուրաքանչյուր կետում կարող ենք հարմոնիկ ֆունկցիայի ուրեմն արժեքը նույնն է, ինչ որ եթե կենտրոնով մի հատ շրջանագիծ վերցնենք, այնպիսին, որ ամբողջ շրջանը գտնվի մեր հարմոնիկ ֆունկցիայի սահմանման տիրույթում, ապա եթե հաշվենք միջինը մեր ֆունկցիայի այս շրջանագծի վրա, ապա դա նույնը կլինի, ինչ որ ֆունկցիայի արժեքը z0 կետում։ Այստեղով միջին արժեքը նույնն է, ինչ որ այս մեջտեղի կետում արժեքը։ Սա հատուկ դեպքներ, իսկ Պուասոնի բանաձևը սրա ընդհանրացումն է, որ կարող են, եթե ունենք ինչ-որ մի հարմոնիկ ֆունկցիա նման ինչ-որ շրջանի վրա, ներսի կամայական կետում կարող ենք գրել, կարող ենք գրել մեր ֆունկցիայի արժեքը հաշվել, օգտագործելով մեր ֆունկցիայի արժեքները այս շրջանագծի վրա, այսինքն որն է սրա ընդհանրացումը, որը հենց Պուասոնի բանաձևն է, որ ասում է հետևյալը, որ ու արժեքը z կետում, դա հավասար է 1-ը բաժանած 2-ի, էլի ինտեգրում ենք շրջանագծի վրայով, պարզապես ոչ թե սովորական միջին ենք հաշվում, այլ ինչ-որ քաշով միջին ենք հաշվում, ինչ-որ կորիզով միջին ենք հաշվում, որտեղ ունենք Պուասոնի կորիզը։ Mēs եթե ունենք մի հատ սենց ռո շարավով հիմա շրջանագիծ, ու ունենք մեր հարմոնիկ ֆունկցիան այս շրջանագծի վրա, եթե այստեղ վերցնենք կամայական z կետ, որը r հեռավորություն ունի կենտրոնից, z0 կետից, ապա այս ֆունկցիայի արժեքը z կետում կարող ենք հաշվել հետևյալ կերպ՝ ρ քառակուսի հանած r քառակուսի բաժանած ρ i թետա հանած z0 գումարած ρ i թետա հանած z քառակուսի ու z0 գումարած ρ i թետա d թետա։ Կամայական z-ի համար, որ z-ի ու z0-ի հեռավորությունը r է, որտեղ r-ը ρ-ից փոքր ֆունկցիա է, ու ունենք, որ u հարմոնիկ է, այս տիրույթում, այս շրջանի մեջ։
Հիմա եթե ունենք հարմոնիկ ֆունկցիաների հաջորդականություն ու ունենք, որ UN-ը ձգտում է UI հավասարաչափ կոմպակտ ենթաբազմությունների վրա, ապա ինչ կարող ենք ասել։ Եթե հիմա այս նույն բանաձևը գրենք, այստեղ n ավելացնենք, այս կողմը ունենք շրջանագծի վրայով ինտեգրալ, երբ որ n-ը ձգտում է անվերջության, եթե սրանք հավասարաչափ սահման ունեն, սրանք ունեն հավասարաչափ սահման, ապա ինտեգրալը նույնպես կձգտի սահմանի ինտեգրալին, այսինքն կունենանք, որ UN-ը կձգտի ասենք եթե UN-ը ձգտում է ու, սա կձգտի UZ-ի, այս կողմն կձգտի նույն ինտեգրալին ու-ով։ Իսկ եթե այս հատկությունը տեղի ունի, մենք տեսել ենք, որ նման բանաձևով սահմանված ֆունկցիան իրականում հարմոնիկ ֆունկցիա է։ Կարող ենք վերցնել իրականում շրջանագծի վրա կամայական ֆունկցիա ու այս կերպ սահմանենք ֆունկցիա ներսում ու այդ կերպ սահմանված ֆունկցիան կլինի հարմոնիկ ֆունկցիա, առավել ևս այն բոլոր կետերում, որտեղ մեր ուն անընդհատ է եզրի վրա, այս կերպ սահմանված հարմոնիկ ֆունկցիան կձգտի ու-ի այդ արժեքին այդ կետում։ Այսինքն ստանում ենք, որ ուրեմն եթե այս հավասարումը աստղանշով նշանակենք, ստանում ենք, որ եթե UN-ը այս հավասարումը կիրառենք UN-ի համար, ապա դրանից կարող ենք ստանալ, որ այս հավասարումը տեղի ունի նաև ու-ի համար, հետևաբար ուն հարմոնիկ է։ Մենք եկեք այս հատկությանը դիտարկենք, այս միջին արժեքի հատկությունը, բարձում է, որ այս հատկությունը հենց ինքն իրեն արդեն որոշում է ֆունկցիայի հարմոնիկ լինելը։ Այսինքն, եթե ամեն կետում ֆունկցիայի արժեքը այդ կետով, այդ կենտրոնով շրջանագծերի վրայով ֆունկցիայի արժեքների միջինին է հավասար, ապա մեր ֆունկցիան կլինի հարմոնիկ ֆունկցիա։ Ուրեմն, եթե ուն անընդհատ է եւ կամայական Z0-ի համար գոյություն ունի մի R0, կամայական Z0-ի համար մի շրջան կա, որ այդ շրջանի մեջ ինչ շարավիղել վերցնենք, այնպիսին, որ ինչ ավելի փոքր Z0 կենտրոնով շրջանը վերցնենք, ապա ու-ի արժեքը Z0-ում կլինի ու-ի միջին արժեքը այդ շրջանագծի վրա, ապա ուն կլինի հարմոնիկ։ Երբեմն որոշ հեղինակներ նույնիսկ սա օգտագործում են որպես հարմոնիկ ֆունկցիայի սահմանում։ Հարմոնիկ ֆունկցիան այն ֆունկցիան է, որի արժեքը կամայական կետում բավականին չափ փոքր շրջանագծերի վրայի միջին արժեքին է հավասար։ Ինչու է սա ճիշտ։ Եկեք ապացուցենք։ Եթե ունենք ինչ-որ մի ֆունկցիա ու եկեք այս աջ կողմով սահմանված ֆունկցիան, ճիշտ այստեղ այս աջ կողմում սահմանված ֆունկցիան, եկեք նշանակենք v-ով, այն ֆունկցիան, որը սահմանված է Պուասոնի ինտեգրալի միջոցով։ Մենք տեսել ենք, որ այս կերպ սահմանված ֆունկցիան միշտ հարմոնիկ է ρ շարավով շրջանի ներսում։ Այսինքն կարող ենք ասել, որ v-ն կլինի հարմոնիկ այս շրջանի ներսում։ Մենք վերցրել ենք մի ու անընդհատ ֆունկցիա, այսինքն եթե հիմա վերցրել ենք մեր այս ρ շարավով շրջանագիծը, ուն այստեղ անընդհատ է, իսկ եթե մեր ֆունկցիան անընդհատ էր, մի քիչ առաջ վերհիշեցինք, որ կամայական կետում, որտեղ ուն անընդհատ է, Պուասոնի ինտեգրալը ձգտում է այդ արժեքները ձգտում են այդ կետի ու-ի արժեքներին։ Իսկ եթե ունենք, որ ուն անընդհատ է ամբողջ շրջանագծի վրա, ապա կստանանք, որ ամբողջ այս շրջանագծի վրայով Պուասոնի ինտեգրալը կձգտի ու-ի արժեքներին։ Այսինքն կարող ենք ասել, որ Պուասոնի ինտեգրալը այս նույնիսկ այս փակ շրջանում կլինի անընդհատ։ Բացի դրանից, մենք գիտենք, որ ուն ու v-ն համընկնում են
շրջանագծի վրա։ Հիմա եթե գիտենք, որ ուն այս պայմանին բավարարում է, ինչ կարող ենք ասել։ Ու այդ այս պայմանից հետևում է մաքսիմումի պրինցիպը, որովհետև քանի որ u-ի արժեքը z0 կետում հավասար է շրջանագծի վրա u-ի արժեքների միջինի, ապա եթե ուն հաստատուն ֆունկցիա չի, ուն չի կարող ինչ որ մի ներսի կետում ընդունել մաքսիմումի արժեք։ Այսինքն այս հատկությունից, այս միջին արժեքի հատկությունից կարող ենք եզրակացնել, որ ուն ունի մաքսիմումի պրինցիպը։ Այսինքն եթե հաստատուն չի, ապա ներսի կետերում մաքսիմում արժեք չի կարող ընդունել։ Նաև կարող ենք ասել, որ ունի մինիմումի պրինցիպը։ Հիմա, քանի որ ուն այս հատկությունը ունի, իսկ քանի որ v-ն հարմոնիկ է, իսկ հարմոնիկ ֆունկցիաները նույնպես այս հատկությունը ունեն, եթե դիտարկենք u-ի v-ի տարբերությունը, u-ի v-ի տարբերությունը նույնպես կունենա այս հատկությունը։ Նույնպես ունի այս միջին արժեքի հատկությունը։ Հետևաբար, նաև բավարարում է մաքսիմումի մինիմումի պրինցիպներին։ Այսինքն ինչ է նշանակում, եթե ունենք ինչ-որ մի, օրինակ, փակ շրջան, այս փակ շրջանի վրա, քանի որ սա կոմպակտ բազմություն է, ուսում ենք ունենք անընդհատ ֆունկցիա, այդ մեր անընդհատ ֆունկցիան այս կոմպակտ բազմության վրա ընդունելու է իր մաքսիմումի եւ մինիմումի արժեքները, կարող ենք ասել, որ մաքսիմում մինիմում արժեքները անպայման պետք է ընդունեն եզրի վրա։ Հետևաբար ում հանածվում է մաքսիմում ու մինիմում արժեքները շրջանագծի վրա է ունեն։ Բայց շրջանագծի վրա ու v-ն հավասար են։ Հետևաբար ուն ու v-ն հավասար են ամենուրեք։ Այսինքն ուն հարմոնիկ է։ Այսինքն ոնց որ ասեցի, որ կարելի է օգտագործել այս հատկությունը, այս միջին արժեքի հատկությունը, որպեսզի սահմանենք հարմոնիկ ֆունկցիաներ։ Հարմոնիկ ֆունկցիաները կարելի է սահմանել այս հատկությունով։ Մասնավորապես նկատենք, որ քանի որ սրանից հետևում է, որ ուն հարմոնիկ է, իսկ հարմոնիկը մենք սահմանել ենք, որ ունի մասնակի արձանցյալներ, մենք սահմանել ենք, որ ունի երկրորդ կարգի անընդհատ մասնակի արձանցյալներ, որից հետո կարողացել ենք եզրակացնել, որ ունի բոլոր կարգի մասնակի արձանցյալները, փաստորեն այստեղ տեսնում ենք, որ այս հատկությունից, այս միջին արժեքի հատկությունից ինքն իրան արդեն ստացվում են այդ բոլոր արձանցելիության հատկությունները։ Եթե ունենք անընդհատություն, այսինքն տեսնում ենք, որ սրանից հետևում է, որ ուն ունի բոլոր կարգի մասնակի արձանցյալներ։ Ուրիշ բան կարող ենք ասել, մենք այն ժամանակ, որ սահմանեցինք հարմոնիկ ֆունկցիաներ, մենք ասեցինք ում պետք է ունենա երկրորդ կարգի անընդհատ մասնակի արձանցյալներ, բայց հիմա այս ամբողջից հետևում է, որ եթե պարզապես սահմանենք ում պետք է ունենա երկրորդ կարգի մասնակի արձանցյալներ, անընդհատությունը ինքն իրան կստացվեր, մասնակի արձանցյալների անընդհատությունը։ Բացառեն մի քիչ առաջ ինչ ապացուցեցինք, բացի նրանից, որ այս միջին արժեքի ուրեմն հատկությունը լրիվությամբ որոշում է հարմոնիկությունը, ապացուցեցինք, որ եթե UN-ը ձգտում է UI հավասարաչափ, ու սրանք հարմոնիկ են, ապա հետևում է, որ ուն նույնպես հարմոնիկ է։ Պարզվում է, որ հարմոնիկ ֆունկցիաների դեպքում, եթե ունենք մոնոտոն հաջորդականություն, ապա սա ինքնըստինքյան ունենում է։ Այսինքն, եթե ունենք
հարմոնիկ ֆունկցիաների մոնոտոն հաջորդականություն, ապա հավասարաչափ զուգամիտությունը կոմպակտների վրա դա միանգամից ստացվում է։ Ինքը թյորեմ, ընդհանրենք ունենք ինչ-որ հարմոնիկ ֆունկցիաների հաջորդականություն, ասենք, որոնք սահմանված են ինչ-որ տիրույթների վրա, ամեն մեկը մի տիրույթի վրա, այս տիրույթները կարող են փոխվել, կարող են մեծանալ, ու ընդհանրենք ունենք մի տիրույթ, այնպիսին, որ կամայական կետի համար գոյություն ունի մի n0, այնպես, որ կամայական n-ը մեծ է n0-ի համար, z-ը պատկանում է օմեգային։ Այսինքն, ի վերջո, յուրաքանչյուր կետ բոլոր օմեգայինների մեջ են գտնվում։ Մասնավորապես, սա կաշխատի, եթե օմեգաները աճող տիրույթներ լինեն, ու օմեգաներ լինի սրանց միավորումը։ Սա այդ կընդհանրենք, այսինքն, որ եթե պարզության համար, որ այս տիրույթները, եթե մեծանում են, ապա սկսում են իրար մեջ տեղավորվել։ Ապա, ուրեմն, UN հաջորդականությունը կամ ձգտում է պլյուս անվերջության, հավասարաչափ բոլոր կոմպակտ ենթաբազմությունների վրա, կամ UN-ները ձգտում են մի հարմոնիկ ֆունկցիայի օմեգայի վրա, էլի հավասարաչափ բոլոր կոմպակտ ենթաբազմությունների վրա։ Այսինքն կամ հավասարաչափ անվերջության են ձգտում, կամ հավասարաչափ ձգտում են հարմոնիկ ֆունկցիայի։ Եթե ունենք անընդհատություն, եթե ունենք մոնոտոնություն։ Այսինքն մոնոտոն հարմոնիկ ֆունկցիաները սահմանը միշտ այսինքն մոնոտոն հարմոնիկ ֆունկցիաները միշտ զուգամիտում են հավասարաչափ կոմպակտ բազմությունների վրա։ Սա ապացուցելու համար մի բավականին պարզ, բայց շատ օգտակար անհավասարություն օգտագործենք, որ կոչվում է հարնակի անհավասարություն, որը ասում է հետևյալը, եթե ունենք ոչ բացասական հարմոնիկ ֆունկցիա, ինչ-որ շրջանի մեջ, ապա եթե վերցնենք ավելի փոքր շարավեյ ու կամայական կետ ավելի փոքր շարավով շրջանագծի վրա, ես մեր նույն նկարում ունենք ռո շարավով շրջանագիծ, շրջան, վերցնում ենք ավելի փոքր շրջանագծի վրա սահմանված, ավելի փոքր շրջանագծի վրա ինչ-որ մի կետ, ապա կարող ենք մեր հարմոնիկ ֆունկցիայի արժեքը այս կետում գնահատել
համեմատել հարմոնիկ ֆունկցիայի արժեքին 0 կետում։ U-ի արժեքը 0 կետում, z կետում, փոքր է կամ հավասար ρ գումարած r բաժանած ρ հանած r ու 0 կետում, ու մեծ է կամ հավասար ρ հանած r բաժանած ρ գումարած r ու 0 կետում։ Այսինքն, դա ինչ որ ձևով ասում է, որ հարմոնիկ ֆունկցիան չափից դուրս արագ աճել կամ նվազել չի կարող։ Եթե ունենք արժեքը s կետում, ու եթե ունենք, որ մեր ֆունկցիան հարմոնիկ է այսքան հեռու գնալու դեպքում, ապա ավելի քիչ հեռու գնալու դեպքում դա արդեն սահմանափակում է, թե մեր ֆունկցիան ինչքան կարող է մեծանալ։ Ապացույց։ Բացի հիմքում էլի ընկած է Պուասոնի բանաձևը, եկեք հիշենք, որ մենք u-ի արժեքը կարող ենք հաշվել ինտեգրելով u-ի արժեքները շրջանագծի վրա։ Մենք այս մեծությունը գնահատենք, եթե ունենք ρ քառակուսի հանած r քառակուսի բաժանած ρ y-ի թետա հանած z քառակուսի, սա փոքր է կամ հավասար, ուրեմն սա պետք է գնահատենք ներքևից կամ վերևից։ Այսինքն ինչ ենք անում, վերցնելու ենք մի կետ, սա գտնվելու է այս վերևի դրսի շրջանագծի վրա, իսկ z-ը այս ներսի շրջանագծի վրա է։ Այս հեռավորությունը ամենակիչը լինելու է ρ-ից հանած r, այսինքն սա փոքր կամ հավասար կլինի ρ քառակուսի հանած r քառակուսի բաժանած ρ-ից հանած r, իսկ այս հեռավորությունը դա այն դեպքում կլինի, երբ որ կետերը այսպես համընկնեն նույն գծի վրա 0-ի հետ։ Իսկ ամենաշատը կլինի այս հեռավորությունը, երբ որ հակառակը լինի, կետը լինի այստեղ, այսինքն համընկնեն նույն գծի վրա ընկնեն 0-ի հետ, բայց հակառակ ուղղություններով։ Այսինքն սա կլինի ρ գումարած r քառակուսի։ Սա եղավ ρ գումարած r բաժանած ρ հանած r, սա էլ եղավ ρ հանած r բաժանած ρ գումարած r։ Այսինքն ինչ կարող ենք ասել։ Այսինքն կարող ենք ասել, որ u-ի արժեքը z կետում փոքր է կամ հավասար 1 բաժանած 2-ի ρ գումարած r բաժանած ρ հանած r ինտեգրալ 0-ից 2-ի, եկեք ինտեգրալը 1 բաժանած 2-ին այստեղ գրենք, ու ρ y-ի թետա d թետա, ու մեծ է կամ հավասար ρ հանած r բաժանած ρ գումարած r 1 բաժանած 2-ի ինտեգրալ 0-ից 2-ի ու ρ y-ի թետա։ Ինչու կարող ենք այս համեմատությունը անել, որովհետև u-ն ոչ բացասական ֆունկցիա է։ Քանի որ u-ն մեծ է կամ հավասար 0-ից, ստանում ենք այս անհավասարությունը։ Իսկ հարմոնիկությունից հետևում է, որ սա u-ի արժեքն է 0 կետում, սա u-ի արժեքն է 0 կետում։ Մի հատ հարց տամ էլի։ Մենք Պուասոնի ինտեգրալը բաց դիսկի մեջ ենք, չէ՞, սահմանում։ Իսկ վերևում, որ ասեցինք v-ն հավասար է ու շրջանագծի վրա, այդ նկատի ունենք, որ v-ն անընդհատ ձևով շարունակել ենք ամբողջ դիսկի վրա։ Հա։ Այսինքն որտեղ մենք տեսել ենք, որ Պուասոնի ինտեգրալի արժեքները, այդ v-ի արժեքները, երբ որ ձգտում ենք եզրի վրա, կձգտեն մեր այդ, այսինքն ինչ ունենք, Պուասոնի ինտեգրալը երբ կարող ենք սահմանել։ Մի հատ վերցնենք կամայական ֆունկցիա շրջանագծի վրա, այդ ֆունկցիայից ելնելով կարող ենք սահմանել Պուասոնի ինտեգրալը։ Իրականում մինչև այս Պուասոնի ինտեգրալը կարելի է սահմանել կամայական կետի համար, որը շրջանագծի վրա չի։ Այսինքն այս պարտադիր չի ներսում լինել, կարող ենք դրսում էլ վերցնել ինչ-որ մի կետ, սա կարելի է սահմանել։ Որտեղ պարզապես ինտեգրում ենք այս փակ կորի վրայով,
ինչ որ մի հատ ֆունկցիա, որը սահմանափակ ֆունկցիա է։ Ունի, եթե ում սահմանափակ լինի այն։ Պարզապես ինչ կարող ենք ասել, այսինքն այս կետերում է որ կարող է խնդիր առաջանալ, որովհետև եթե այս շրջանագծի վրա ենք ինտեգրում, հանած z ունենք, եթե մեր z-ը լինի արդեն ինքը շրջանագծի վրա լինի, այստեղ կունենանք ինչ որ անորոշություն։ Այստեղ կունենանք 0 ինչ որ կետերում, այդ դեպքում պարզ չի այս ինտեգրալը կզուգամիտի թե չի զուգամիտի։ Բայց, այսինքն կարելի է այս սրանով կարելի է սահմանել ֆունկցիան կամայական կետում բացի շրջանագծի կետերից, պարզապես մենք տեսանք, որ այս ֆունկցիայի այս ձևով սահմանված ֆունկցիայի արժեքները, երբ որ մեր z կետը ձգտում է շրջանագծին, կձգտեն հենց այս u ֆունկցիայի արժեքին շրջանագծի վրա, եթե u-ն այդ կետում անընդհատ է։ Այսինքն, եթե մենք ունենք անընդհատ ֆունկցիա, իսկ այն վերերի քննարկման մեջ նշված էր հատուկ, որ ուն անընդհատ ֆունկցիա է, այդ դեպքում այս բանաձևով կարելի է իրականում սահմանել ֆունկցիա, որը ամբողջ հարթության մեջ է սահմանված։ Ու անընդհատ է։ Ու հարմոնիկ։ Իսկ որ փակ դիսկի վրա այդ ֆունկցիան ընդլայնում էինք, նոր ֆունկցիայի հարմոնիկությունը գիտեինք։ Հա, այս մենք տեսել ենք, որ Պուասոնի ինտեգրալով սահմանված ֆունկցիան հարմոնիկ ֆունկցիա է։ Արդեն փակ դիսկի վրա։ Դե հարմոնիկ ֆունկցիա բաց դիսկի վրա, բայց եթե մեր ֆունկցիան լիներ անընդհատ, ուն լիներ անընդհատ ֆունկցիա, այսինքն մենք ինչ կարող ենք վերցնել շրջանագծի վրա վերցնել կամայական ֆունկցիա, սահմանել կամայական ֆունկցիա։ Մեր ֆունկցիան սահմանված է միայն շրջանագծի վրա։ Ներսում սահմանված չի։ Դրա հիման վրա վերցնել այս ինտեգրալը հաշվել, սա մեզ կտա ֆունկցիա սահմանված, օրինակ, բաց դիսկի մեջ, որը կլինի հարմոնիկ ֆունկցիա, անկախ նրանից, թե մենք այս եզրին ինչ ֆունկցիա ենք վերցրել։ Օրինակ, ասենք, եթե այնպես ֆունկցիա վերցնենք, օրինակ, եթե սա վերցնենք, ասենք, այնպես որ այս ինտեգրալը գոյություն ունեն, հա։ Մենք տեսել ենք, որ դա իրենից կներկայացնի անպայման հարմոնիկ ֆունկցիա։ Այս ինտեգրալով, այսինքն մոռանանք մի պահ այս կողմը, ունենք, որը սահմանված է շրջանագծի վրա, այս ինտեգրալով սահմանած ֆունկցիան կլինի հարմոնիկ ֆունկցիա։ Ներսում։ Այսինքն անընդհատությունն էլ որ ավելացնում էինք, արդեն շրջանագիծն էլ հետը անընդհատությունն էլ որ ավելացնում ենք, կարող ենք շրջանագիծն հետը ավելացնել։ Լավ, մերսի։ Նա վերադառնանք մեր թեորեմին, այսինքն եթե ունենք մի օրինակ կետ, հաստատ թեորեմի ապացույցն է, ընդհանրենք ունենք մի կետ, այսինքն ինչ էր ասում այս թեորեմը, եթե ունենք մոնոտոն հաջորդականություն հարմոնիկ ֆունկցիաների, ապա այդ հաջորդականությունը կամ անվերջության է ձգտելու հավասարաչափ ձևով, կամ ձգտելու է մի հարմոնիկ ֆունկցիայի։ Ենթադրենք ինչ որ մի կետ կա, որտեղ ունենք գոյություն ունի ինչ որ մի կետ, որտեղ մեր հարմոնիկ ֆունկցիաները հաջորդականությունը ձգտում են պլյուս անվերջության։ Հիմա մենք ընդհանուր ձևով ենք սահմանել, որ մեր հարմոնիկ ֆունկցիաները միշտ չի որ նույն տիրույթում են սահմանած, բայց ինչ կարող ենք ասել, որ գոյություն ունի z0 կետի շուրջը մի հատ ինչ-որ sense շրջան կարող ենք վերցնել, այնպեսին, որ ինչ որ պայից հետո այս շրջանը ամբողջությամբ օմեգա n-ի մեջ է, այսինքն UN-ը կլինի հարմոնիկ այս շրջանի մեջ։ Վերցնենք տենց մի շրջան։ Հիմա, քանի որ գիտենք, որ UN-ները աճող են, նվազող չեն, հետևում է,
որ UN հանած M-ը ոչ բացասական է։ Հիմա եթե այս հարնակի անհավասարությունը կիրառենք, 0 դե կարող է բնականաբար ստեղ կարող ենք կենտրոնը փոխել դարձնել Z0-ն, չէ, այսինքն ստեղ կարող ենք 0-ի փոխանեն գրել Z0, ստեղ Z-ի փոխանեն գրել Z, բարձրապես այս R-ի ու ρ-ի իմաստը կլներ, որ ստեղ կլներ Z հանած Z0-ն հավասար է R, հա, ստեղ գրել Z հանած Z0-ն փոքր կամ հավասար ρ։ Կենտրոնը էական չի։ Հիմա եթե կիրառենք հարնակի անհավասարությունը, Z0 կենտրոնով, ինչ կարող ենք ասել, որ այս աջ ու ձախ կողմերը կձգտեն անվերջության, հետևաբար սա նույնպես կձգտի պլյուս անվերջության։ Այսինքն կարող ենք ասել, որ ասենք օրինակ եթե վերցնենք, այսինքն ինչ էր պետք է հարնակի համար, պետք է վերցնենք մի հատ փոքրատար r, որը ρ-ից փոքր լինի։ Ասենք վերցնենք մեր շարավղի կեսը, հա։ Ու ρ, այսինքն վերցնենք կիրառենք հարնակը, կենտրոնը վերցնենք Z0, ρ-ն թող լինի այս r-ը, r-ն էլ դե մի քիչ նշանակումը լավ չստացվեց, եկեք սրանը դնենք r0, ρ-ն թող լինի r0, r-ն էլ թող լինի r0 կես, օրինակ։ Այսինքն հարնակից կարող ենք ստանալ, որ UN-ը կձգտի պլյուս անվերջության հավասարաչափ, ասենք, օրինակ, Z հանած Z0, փոքր կամ հավասար R0 կես շրջանի մեջ, որովհետև զուգամիջությունը, սա կոնկրետ, ասենք, սա ինչ կլինի, սա 3 երկրորդ կլինի, սա 1 երորդ, այսինքն կունենանք, որ ու-ի արժեքը Z կետում, դա 3 երկրորդ ու Z0-ի ու 1 երորդ ու Z0-ի մեջ սահմանափակված է, հետևաբար անկախ, այսինքն այս գործակիցները կախված չեն Z-ից, հետևաբար, երբ որ քանի որ գիտենք սա ձգտում է ու Z0-ն ձգտում է անվերջության, ու Z-ը կձգտի անվերջության հավասարաչափ։ Նույն ձևով կարող ենք ասել, որ եթե UN, ասենք Z1 մի հատ ուրիշ կետ ունենք, որ սա ձգտի ինչ-որ մի հատ Z0 կետի, վերջավոր, ապա մեկ ուրիշ եթե կետ ունենք, որտեղ սահմանը վերջավոր է, ապա հարնակի անհավասարությունից օգտագործելով կարող ենք ասել, որ գոյություն ունի մի հատ ուրիշ առերկու, որ UN UNZ-ը սահմանափակ է, կարող նույնիսկ ասենք հավասարաչափ սահմանափակ է, Z1, R1 չի ավերջքում, R1 կես շրջանի մեջ։ Այսինքն, եթե ինչ-որ կետում սահմանը անվերջություն է, դա կարողանում ենք տարածել այդ կետի միջակայքի վրա, հավասարաչափ ձևով, եթե սահմանը վերջավոր է, նույն կարող ենք ասել, որ սահմանափակ է, սա, այս UN-ները։ Այսինքն, ինչ կարող ենք ասել, այսինքն, եթե ինչ-որ մի կետ ունենք, որտեղ սահմանը անվերջություն է, ապա այդ կետի միջակայքում էլ է անվերջություն։ Եթե ինչ-որ մի կետ ունենք, որտեղ սահմանը վերջավոր է, ապա այդ կետի ինչ-որ միջակայքում սահմանը վերջավոր է։ Այսինքն, ստանում ենք, որ այն բազմությունները, որտեղ UN-ը ձգտում է անվերջության,
ու այսինքն երկու բազմություն դիտարկենք։ Մի դեպքում այն բազմությունը, որտեղ UN-ը ձգտում է անվերջության, մյուս կողմից դիտարկենք այն բազմությունը, որտեղ UN-ը վերջավոր սահման ունի։ Այդ երկու բազմություններ կլինեն բաց բազմություններ։ Բայց օմեգան այդ երկու բազմության միավորումն է, ու օմեգան կապակցված է։ Հետևում է, որ օմեգան կամ մեկին է հավասար, կամ մյուսին։ Յուրաքանչյուրը կամ դատարկ է, կամ ամբողջ օմեգան։ Այսինքն, եթե մի կետ կա, այնպիսին, որ UN-Z0-ն ձգտում է պլյուս անվերջության, դա նշանակում է, որ այդ մի բաց բազմությունը, այս բաց բազմությունը դատարկ չի, հետևում է, որ UN-Z-ը կձգտի անվերջության բոլոր կետերում, ու զուգամետությունն էլ կլինի հավասարաչափ կոմպակտ ենթաբազմությունների վրա։ Իսկ եթե գոյություն չունի, այնպիսին, որ սա ձգտում է անվերջության, պարզապես պետք է ցույց տանք, որ զուգամետությունը, այսինքն այդ դեպքում սահմանը վերջավոր է ամեն կետում, պարզապես պետք է ցույց տանք, որ զուգամետությունը հավասարաչափ է, բայց ինչ կարող ենք ասել, հարնակի անհավասարությունը կարող ենք ելի կիրառել ամեն մի հարմոնիկ ֆունկցիայի համար, այսինքն ասենք, եթե ուրեմն ունենք էլի հիմա Z0 կետը եթե վերցնենք Z0 կետի շուրջ ինչ-որ մի R շարավղով շրջան, R-ը կիսենք, R կես, Z0, կարող ենք, եթե մի հատ M վերցնենք այնպիսին, որ կամայական N-ը մեծ է N-ից համար, այս ամբողջ շրջանը լինի օմեգա N-ի մեջ, այնպես որ կարողանանք կիրառենք հարնակի անհավասարությունը հարնակի անհավասարությունը այս փոքր շրջանի վրա, ինչ կունենանք։ Կունենանք, որ UN Z-ը փոքր է կամ հավասար 3 երկրորդ 3 երկրորդ թե իրական ինչ-որ հաստատում գումարած, 3 հա, երևի R գումարած R կես բաժանած R հանած R կես 3 UN Z0-ի ու մեծ է կամ հավասար 1/3 UN Z0-ից նույնը կարող ենք ասել, եթե վերցնենք, ասենք, N գումարած P-ն մեծ է կամ հավասար N, մեծ է կամ հավասար N, N գումարած P կետում ավելի ճիշտ սրանց տարբերություն կիրառենք եկեք ավելի ճիշտ այս անհավասարությունը UN գումարած P հանած UN-ի համար։ Այսինքն կունենանք, որ որտեղ սա կլինի էլի հարմոնիկ ու կլինի ոչ բացասական, քանի որ աճը հաջորդականություն է, այսինքն սրա համար եթե կիրառենք, կունենանք 3 UN գումարած P հանած UN Z0 մեծ է կամ հավասար 1/3 UN գումարած P հանած UN Z0։ Հիմա, եթե ունենք, որ սա ձգտում է 0-ի,
սա էլ է ձգտում 0-ի, երբ որ n-ը գնում է անվերջության, ապա ստեղից կստանանք, որ սա նույնպես ձգտում է 0-ի, ու զուգամիջությունը կլինի հավասարաչափ։ Այս շրջանի մեջ։ Իսկ եթե կամայական կետի շուրջ ունենք ինչ-որ մի շրջան, որտեղ զուգամիջությունը հավասարաչափ է, կամայական կոմպակտ բազմության համար նույնպես կարող ենք ունենալ։ Կոմպակտ բազմությունը կարող ենք ծածկել փոքր շրջաններով, բաց, բայց դրանցից կարելի է վերցնել վերջավոր հատը։ Հարմոնիկ ֆունկցիաների հետևածքով, ընդհանուր դասի հետևածքով վերջի հարցը, որին կանրադառնանք, դա Դիրիխլեի խնդիրն է, որը հետևյալն է։ Պուասոնի բանաձևը մեզ ինչ էր տալիս, եթե ունենք մի շրջանագիծ, ունենք ուրեմն մի անընդհատ ֆունկցիա, այդ շրջանագծի վրա, ինչ կարող ենք անել։ Եթե ունենք ուրեմն այս շրջանագծի վրա սահմանված մի անընդհատ ֆունկցիա, կարողանում ենք այս ֆունկցիայի հիման վրա Պուասոնի ինտեգրալը հաշվելով ստանալ ֆունկցիա, որը սահմանված է ամբողջ շրջանի մեջ, ու որը հարմոնիկ ֆունկցիա է, որի արժեքները շրջանագծի վրա համընկնում են մեր սկզբնական ֆունկցիայի հետ։ Այսինքն, եթե տրված է կամայական անընդհատ ֆունկցիա շրջանագծի վրա, կարողանում ենք կառուցել հարմոնիկ ֆունկցիա, ամբողջ շրջանի վրա, որը սա հանրացնում է։ Դիրիխլեի խնդիրը հետևյալն է։ Ենթադրենք ունենք մի ֆունկցիա, ոչ թե շրջանագծի վրա, այլ ինչ-որ մի տիրույթի եզրի վրա։ Ուրեմն ունենք մի ֆունկցիա, ինչ-որ տիրույթի սահմանի վրա։ Նպատակը նա է, որ կառուցենք հարմոնիկ ֆունկցիա, օմեգայի մեջ ամբողջ, որը կզգամիտի f-ի եզրի վրա։ Բավականին ընդհանուր դեպքում կապացուցենք, որ սա հնարավոր է։ Ուրեմն նպատակը մինչև հաջորդ դասի վերջ լինելու է հետևյալը։ Այս օմեգա տիրույթը մի քիչ շատ վատը պետք է չլինի։ Ցույց կտանք, որ եթե օմեգան այնպիսի մի տիրույթ է, որ ինչ կետել վերցնենք եզրի վրա, ասենք Z0 կետել վերցնենք, կարող ենք մի ուղիղ գծի հատված վերցնել, այս որի եզրակետերից մեկը այդ կետն է, որը ամբողջությամբ օմեգայից դուրս է գտնվում։ Այսինքն գոյություն ունի մի հատված, ամբողջությամբ օմեգայից դուրս, բացի Z0 կետից, որը սահման եզրի կետ է, ամբողջությամբ օմեգայից դուրս, այնպիսին, որ
Z0-ն այդ հատվածի եզրի կետերից մեկն է։ Ուրեմն, եթե օմեգան նման տիրույթ է, ապա կամայական անընդհատ ֆունկցիայի համար, որը սահմանված է եզրին, գոյություն ունի Դիրիխլեի խնդրի լուծում։ Դիրիխլեի խնդիրը, երբ օրինակ ինչ բնական ինտերպրետացիա ունի, ներկայում է ջերմահաղորդակցման հավասարումը, ասում է, որ եթե ունենք ինչ-որ մի հատ տիրույթ, ու եթե ու tx-ով txy-ով նշանակենք ասենք ինչ-որ օրինակ բարակ մետաղի թիթեղ ունենք, սրանով նշանակենք xy կետում ջերմաստիճանը, ապա այս ֆունկցիան բավարարում է հետևյալ հավասարմանը, ու-ի ածանցյալը ըստ t-ի ամեն կետում, այսինքն ինչքան ջերմաստիճանը ոնց է փոխվում, սա հավասար է սրան, եթե կիրառենք Լապլասի օպերատորը ու-ի վրա, այսինքն սա ինչ էր։ Հիմա մասնավորապես, եթե մեր ասենք այս մետաղի կտորը ինքը արդեն կայունացած է, էլ ջերմաստիճանը չի փոխվում, այսինքն եթե սա հավասար է 0, ունենում ենք այս հավասարում։ Ոնց կարելի է Դիրիխլեի խնդիրը ինտերպրետացնել, ենթադրենք, օրինակ, եզրին հաստատուն ջերմաստիճան է պահվում։ Եթե երկար ժամանակ սպասենք, եթե եզրին ջերմաստիճանը հաստատուն պահած է, ապա ներսում ջերմաստիճանը կկայունանա, էլ չի փոփոխվի։ Ու հարց է առաջանում, իսկ ինչի է հավասար այս ներսում ջերմաստիճանը։ Այսինքն մեզ պետք է, որ ու-ի արժեքը հավասար լինի f-ին եզրի վրա, իսկ ներսում պետք է սա լինի 0։ Այսինքն ուն պետք է լինի հարմոնիկ ու ուն պետք է հավասար լինի կամ ձգտի f-ի եզրագծի վրա։ Ուրեմն, ոնց որ ասեցի, նպատակը կլինի, որ ապացուցենք, որ նման տիրույթների համար այս հավասարումը լուծում ունի, ինչ որ բաներ կարողանանք լուծման մասին ասել։ Որն է գլխավոր միտքը լինելու։ Ինչ որ առումով հարմոնիկ ֆունկցիաները դրանք էքստրեմալ ֆունկցիաներ են։ Ինչ առումով։ Եկեք դիտարկենք մի չափանի դեպքը։ Եթե ունենք մի հատ ֆունկցիա g, որը բավարարում է այս հավասարմանը, սա ինչ է նշանակում։ Սա ընդհանրապես նշանակում է, որ այս դեպքում մենակ մի փոփոխական ունենք, այսինքն եթե ասենք փոփոխական նշանակենք x-ով, դա նշանակում ենք, որ սա 0, այսինքն g-ի երկրորդ ածանցյալը 0 է, եւ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ g-ն գծային ֆունկցիա է։ Հիմա եթե ունենք մի տիրույթ, այսինքն ինտերվալ,
Եթե այդ ինտերվալի եզրերին J արժեքը գիտենք, հա, եթե ունենք մի ինտերվալ, եզրերին J արժեքը գիտենք, ու գիտենք, որ J-ն գծային ֆունկցիա է, ապա J-ն միարժեքորեն որոշվում է եզրերին արժեքով։ Այսինքն, եթե ունենք J-ի արժեքները ինչ-որ միջակայքի եզրի կետերի վրա, ապա J-ն միարժեքորեն որոշված է, ու ինչ կարող ենք ասել, որ J-ն, եթե ունենք արժեքը S կետում ու արժեքը S կետում, J-ն միարժեքորեն որոշված է, ավելի կարող ենք ասել, որ J-ն այն միակ մաքսիմում կոնվեքս ուռուցիկ ֆունկցիան է, որի արժեքները եզրերի համընկնում են դրա հետ։ Եթե վերցնենք բոլոր հնարավոր ուռուցիկ ֆունկցիաները S կետերով, S գծային ֆունկցիան J-ն ամենամաքսիմալ ուռուցիկ ֆունկցիան է։ Ուռուցիկ ինչ է նշանակում։ Ուռուցիկ կարելի է տարբեր ձևերով սահմանել, բայց ուռուցիկ մասնավորապես նշանակում է, որ եթե վերցնենք երկու կետ, այսինքն ֆունկցիան կլինի ուռուցիկ, եթե կամայական երկու կետի համար, եթե միացնենք այդ երկու կետը ուղիղ գծով, ապա ֆունկցիան դրանից ավելի ցածր է լինել, այսինքն դա նշանակում է, որ ոնց որ գծից ներքև է։ Ուռուցիկ նշանակում է գծից ներքև։ Ուրեմն, եթե ունենք մի լավ օմեգա, վերևում սահմանեցինք ավելի կոնկրետ, անընդհատ ֆունկցիա եզրագծի վրա, ապա ցույց կտանք, որ եթե վերցնենք մաքսիմում ուռուցիկ, որ ճիշտ իմաստով ֆունկցիա, որը փոքր է կամ հավասար f-ից եզրի վրա, ապա այդ ֆունկցիան կլինի հարմոնիկ անպայման եւ հավասար կլինի f-ի եզրի վրա։ Այսինքն ինչ որ տիրույթ ունենք, դիտարկելու ենք բոլոր ուռուցիկ ֆունկցիաները, որի արժեքները եզրի վրա f-ից մեծ չեն, ու վերցնել ենք դրանցից ամենամեծը։ Բարձում է ամենամեծը անպայման կլինի հարմոնիկ, այդ առումով ոնց որ հարմոնիկ ֆունկցիաները գծային ֆունկցիաների համարժեքն է, տեսանք, որ մի չափանի տարածության մեջ գծայինը հենց հարմոնիկ ֆունկցիաներն է, ուռուցիկությունն էլ կոնկրետ սահմանում կտանք ոչ թե ուռուցիկության, այլ ենթահարմոնիկ ֆունկցիաները կդիտարկենք։ Մենք ցույց կտանք, որ ենթահարմոնիկ ֆունկցիա, եթե վերցնենք այն մաքսիմում ենթահարմոնիկ ֆունկցիա, որի արժեքները եզրագծի վրա f-ը չեն գերազանցում, դա կլինի հարմոնիկ ֆունկցիա, որը հավասար կլինի f-ի եզրի վրա։ Առաջինը սկզբում հարկ կլինի ուսումնասիրել ենթահարմոնիկ ֆունկցիաները։ Սկզբում ուսումնասիրենք ենթահարմոնիկ ֆունկցիաների հատկությունները։ Ոնց սահմանենք ենթահարմոնիկ ֆունկցիա։ Կարող ենք այսպես սահմանել, ոնց որ ենթագծային ֆունկցիա ոնց կարող ենք սահմանել, որ ինչ գիծեր վերցնենք, դրանից փոքր է լինելու, բայց եթե այդպես փորձենք սահմանել, ինչ կունենանք։ Ասենք, որ եթե ունենք օրինակ v ֆունկցիա, օմեգայի վրա սահմանված, ապա կասենք, որ սա ենթահարմոնիկ է,
Եթե ինչ ավելի փոքր տիրույթ էլ վերցնենք, այնպեսին, որ սրա հակումը լինի օմեգայի մեջ, ապա v փոքր կամ հավասար կլինի կամայական հարմոնիկ ֆունկցիայի, որը սահմանված է օմեգա շտրիխի վրա, ու որը եզրին համընկնում է օմեգայի հետ, հա? Այսինքն ուռուցիկը մի չափանի տարածության դեպքում ոնց ենք սահմանում։ Ինչ գիծ էլ վերցնես, ինչ ինտերվալ էլ վերցնես, ինչ ինտերվալի ինտերվալը ինչով ենք սահմանում, եզրակետերով, այսինքն ինչ սահման էլ վերցնես, բայց ինտերվալի սահմանը դա երկու կետ է, այսինքն ինչ երկու կետ էլ վերցնես, ֆունկցիան ուռուցիկ է, եթե երկու կետով անցնող գծից ներքև է միշտ գտնվում։ Այսինքն հիմա ասում ենք, եթե օմեգա տիրույթ ունենք, կասենք, որ մեր այս օմեգա տիրույթի վրա սահմանված v ֆունկցիան ենթահարմոնիկ է, եթե ինչ օմեգա շտրիխ էլ վերցնենք, ինչ հարմոնիկ ֆունկցիա էլ վերցնենք այս օմեգա շտրիխի վրա, դա ոնց որ գծի փոխարինող բաներն է, ինչ ու հարմոնիկ ֆունկցիա էլ վերցնենք, որը համընկնում է v-ի հետ այս եզրի վրա, ապա v-ն այս ու-ին պետք է չգերազանցի։ Բայց այս սահմանը հետ, եթե սա այսպես սահմանենք, խնդիր կունենանք, որովհետև մենք հենց ուզում ենք ցույց տանք, որ ընդհանրապես գոյություն ունեն հարմոնիկ ֆունկցիաները։ Հիմա եթե ես մի հատ v ֆունկցիա վերցնեմ, բացեն ես ինչ պետք է անեմ, այս օմեգա շտրիխ տիրույթում պետք է վերցնեմ այս իմ v ֆունկցիան, մի հատ u ֆունկցիա վերցնեմ, որը հարմոնիկ է սրա վրա ու համընկնում է v-ի հետ, որ կարողանամ v-ն համեմատեմ այդ u-երի հետ ու ասեմ, որ այդ բոլոր u-երը v-ից մեծ են, բայց ես չգիտեմ, որ նման հարմոնիկ ֆունկցիաներ գոյություն ունեն։ Կարելի է այս օմեգա շտրիխերը սահմանափակել շրջաններով, այդ դեպքում գիտենք, որ դա գոյություն ունի, Պուասոնի ինտեգրալի միջոցով, կամ ուրիշ մոտեցում կա, դա այդտեղ բարդանում է, որտեղ մենակ շրջանների հետ կարող են գործ ունենալ, դրա փոխարեն ուրիշ սահմանում ենք տալիս, ուրեմն սահմանում, եթե ունենք մի անընդհատ իրական արժեքներ ընդունող ֆունկցիա, որը սահմանված է ինչ-որ տիրույթի վրա, կասենք, որ այդ ֆունկցիան ենթահարմոնիկ է, եթե կամայական ավելի փոքր տիրույթ եթե վերցնենք ու կամայական հարմոնիկ ֆունկցիա եթե վերցնենք օմեգա շտրիխի վրա, ապա v-ից հանած u-ն կբավարարի մաքսիմումի պրինցիպին։ Այսինքն, ինչի նկատի ունենք սա ասելով, ինքը ֆունկցիան պետք է լինի կամ նույնպես հաստատուն, կամ ոչ մի լոկալ մաքսիմում չունի։ Եթե մի չափանի դեպքի հետ համեմատենք, ասում ինչ ենք անում, ասում ենք ֆունկցիան ուռուցիկ է, եթե ինչ երկու կետ էլ վերցնենք ու դիտարկենք ինչ որ գիծ, եթե վերցնենք այս մեր v-ի ու այս u-ի տարբերությունը, եթե u-ից հանակվա այս հեռավորությունները կստանանք, եթե հակառակը վերցնենք, սրանց հակառակները կստանանք, այսինքն կունենանք պետք է սրանից հանենք սա, կամ կարող է ում պարտադիր չի u-ից v-ից մեծ լինի, կարող է փոքր լինի, եթե սա դիտարկենք, եթե դրա տարբերության գրաֆիկը գծենք, կունենա այս տեսքը, ասում ենք, որ սա մի վարքյան հակառակը, հենց այս տեսքը կունենա, ասում ենք, որ ինքը լոկալ մաքսիմում պետք է չունենա, միայն եզրերին կարող է մաքսիմումի արժեքը ընդունի, եթե ինքը հավասարապես, եթե ինքը հաստատուն ֆունկցիա չի։
Սա կօգտագործենք որպես ենթահարմոնիկ ֆունկցիայի սահմանումը։ Այստեղ արդեն խնդիր չի առաջանում, որովհետև գամայական տիրույթի վրա միշտ էլ կարող ենք վերցնել ինչ-որ հարմոնիկ ֆունկցիա, հաստատուն հարմոնիկ ֆունկցիաները կարող ենք վերցնել, եթե ուրիշ ոչ մի բան չլինի հանկարծ։ Բարձր կլինի, բայց այսինքն այս սահմանումը միշտ կարող արդեն իմաստ ունենա ու ցույց կտանք, որ այս սահմանումով, եթե վերցնենք ուրեմն ինչ-որ տիրույթի վրա սահմանված ամենամեծ ենթահարմոնիկ ֆունկցիան, ապա ինքը կլինի հարմոնիկ ֆունկցիա։ Այսինքն այդ առումով ինչ-որ առումով հարմոնիկ ֆունկցիաները էքստրեմալ ֆունկցիաներն են։ Ու դրանով կունենանք, որ Դիրիխլեի խնդիրը կամայական տիրույթում լուծում ունի։ Այս գաղափարները նաև կարելի է օգտագործել, մենք անցած դասին քննարկեցինք Ռիմանի արտապատկերման թեորեմը, որ կամայական միակապ եթե ունենք C-ի միակապ ենթաբազմություն, ապա այն կարելի է բիհոլոմորֆ ձևով արտապատկերել միավոր շրջանի վրա, բայց նշեցինք, որ մենք եթե միակապ փությունը փոխենք, օրինակ եթե դարձնենք երկկապ տիրույթները, ապա նման պնդումը արդեն ճիշտ չի, գոյություն չի, որ բոլոր երկկապ տիրույթները կարելի է մեկը մեկի վրա բիհոլոմորֆ ձևով արտապատկերել, բայց օրինակ կարելի է վերցնել ինչ որ ասենք երկկապ տիրույթները ցույց տալ, որ յուրաքանչյուրը սրանցից ինչ որ մեկին արտապատկերում է, այս գաղափարները, այս հարմոնիկ ֆունկցիաների կառուցումները կարելի է օգտագործել այդ խնդիրը լուծելու համար նույնպես։ Այսքանով այսօր ավարտենք, հաջորդ վերջի դասին կուսումնասիրենք ենթահարմոնիկ ֆունկցիաների ինչ-որ մի քանի պարզ հատկություն ու օգտագործելով դրանք ցույց կտանք, որ Դիրիխլեի խնդիրը լուծում ունի, այսինքն կամայական անընդհատ ֆունկցիա, ոչ այդքան վատ տիրույթի եզրին սահմանված, կարելի է ընդլայնել ամբողջ տիրույթի վրա հարմոնիկ ֆունկցիայով։